Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 30-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թիվ 1 թեման իհարկե ուկրաինական պատերազմի հանգուցալ լուծումն է, կտեսնենք գտնում են արդյոք դրա ճանապարհը թե ոչ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշներն Ֆլորիդայում կհանդիպեն ուկրաինական պատվիրակության հետ։ Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ խաղաղության բանակցությունների համար։ Ուկրաինան կներկայացնի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը կգլխավորի պատվիրակությունը փոխարինելով Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։ Իհարկե նաև տարածվեց նոր ինֆորմացիան, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի հանդիպումը, քննարկելու են արժանապատիվ խաղաղության հասնելու քայլերը։ Իհարկե, երբ որ նոր արդեն լուրջ կլինի վաղը դրան կանդրադառնանք, բայց չեմ կարծում, որ այս հանդիպումը վճռորոշման պետք է որոշի, ավելի շատ դա դիրքերի ճշգրտելու հարց է, Ուկրաինան այն կարմիր գծերը, որը նշել է, ինչ համաձայնության են գալու, որովհետև հաջորդ շաբաթ արդեն Տրամփի հատուկ բանագնացը հանդիպելու է Մոսկվայում Պուտինի հետ և արդեն ներկայացնի հարցի կարգավորման հետ կապված ծրագիրը։ Իհարկե, այն ինչ որ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ զիջումների գնա Ուկրաինան, դա իրան չի հաջողվում դեռ, համառորեն ինքը ցանկանում է դա առաջ տանել, բայց շատ լուրջ խնդիրներ պետք է հաղթահարի, որ դրան հասնի, առավել ևս Ուկրաինան տրամադրված չի զիջումների, Եվրոպան տրամադրված չի զիջումների, այսինքն Դոնալդ Թրամփը պետք է որոշում կայացնի, ինչքան է իր համար պարտավորությունը, կախվածությունը Պուտինից մեծ, որ ինքը այդ ռիսկին է գնում, որ այսինքն համառորեն շարունակի Ուկրաինայի դեմ ճնշում գործադրելու տարբերակը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է. Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման վերաբերյալ որոշումը հավանաբար կկայացվի Բրյուսելում դեկտեմբերի 18-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում։ Եվրոպական օրենսդրության համաձայն որևէ որոշում չի կարող կայացվել առանց մեր մասնակցության։ Սա վերաբերում է Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներին, ասել է նախարար Բարոն։ Գիտենք, որ դժգոհություններ հայտնում է Բելգիան, որ պետք չէ Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի գնալ, բայց այնուամենայնիվ եվրոչինովնիկներն էլ տարբեր երկրներ, որոնք շատ ավելի ակտիվ կանգնած են Ուկրաինայի թիկունքին, համառորեն պնդում են, որ պետք է այո այդ սառեցված ակտիվները տալ Ուկրաինային։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է. Ուկրաինան և Նորվեգիան համատեղ անօդաչու թռչող սարքեր են արտադրելու։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Սա կարևոր քայլ է, որը թույլ կտա մասշտաբավորել մեր հնարավորությունները և ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը։ Ուկրաինան Նորվեգիայի հետ կկիսվի իր փորձով և նորարարություններով։ Այսինքն այս ինչի մասին, որ արդեն համոզվեցին, որ պատերազմը այլ բնույթ ստացավ այս դրոնների պատերազմով, իհարկե կարդամ հետո կասեմ, ի պատասխան մենք կստանանք հզոր արտադրական հարթակ, որը մեր զինվորներին կապահովի ժամանակակից անօդաչուներով, ինչպես նաև գիտահետազոտական և կոնստրուկտորական համագործակցություն Նորվեգիայի առաջատար հաստատությունների հետ, հավելել է Շմիգալը։ Ի դեպ Նորվեգիան էլ սահմանակից է Ռուսաստանին, ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, այսինքն 49 թվականի ապրիլի 4-ից 12-ից մեկը Ֆինլանդիան ու Շվեդիան նոր դարձան, իսկ ինքը հիմնադիր անդամ է, Նորվեգիանն էլ Ռուսաստանի հետ ունի տարածքային վեճեր, Բարենցի ծովում, բայց իհարկե այդ հարցը ոնց որ փորձեցին կարգավորել, բայց այդ վեճը այնուամենայնիվ իրանց մտքում մնաց։ Եթե Ռուսաստանի դիրքերը թուլանան, բնական է Շվեդիան էլ իր կորուստների մասին կհիշի, Նորվեգիան էլ, Ֆինլանդիան էլ։ Եվ ինչպես տեսնում եք, առանձնապես չեն վախենում, որպեսզի Ուկրաինայի դրոնների արտադրության հարց լուծեն,
լավ իմանալով, որ դա օգտագործվելու է Ռուսաստանի դեմ, որովհետև Ուկրաինան նախ ցույց տվեց նոր որակի պատերազմ, դա որն էր, ոչ միայն որ ռուսական դրոնները իրանք արդյունավետ ձևով ինչքան որ հնարավոր էր դրան խոցում էին, բայց հասկացան, որ այնուամենայնիվ թանկարժեք հակաօդային պաշտպանությամբ էժան դրոնին հարվածելը շատ երկար այդպես չես ձգի, շատ մեծ պրոբլեմների տակ ես մտնում, իսկ հիմա ուկրաինացիները այնպիսի սերիական արտադրության հասան դրոնների, որ իրանք բավական մատչելի հարվածում են, հիմա ռուսներն են շատ մեծ ծախսեր անում, որ հակաօդային պաշտպանության համակարգերով դրանք խփեն որսան, բայց դրան զուգահեռ Ուկրաինան մի քայլ էլ առաջ գնաց, ինքը դրոններով արդեն պաշտպանական համակարգ է ստեղծել, որն էլ արդեն Ֆրանսիայի հետ է անում զուգահեռաբար, այսինքն այնուամենայնիվ ծախսերի առումով շատ ավելի մատչելի, որովհետև հիմա էժան դրոններով ինքը կարողանում է նաև կանխել բավական թանկ հրթիռների հարվածները Ռուսաստանի, իհարկե Ռուսաստանի հրթիռների հետ կապված վտանգը շատ ավելի մեծ է, որովհետև ժամանակին, երբ որ խոսում էինք, որ Ռուսաստանը միջուկային սպառնալիքը հնչեցնում, ասում էինք, որ այնքան վտանգավոր չի, որ Ռուսաստանը միջուկային հրթիռը ուղարկի որևէ երկրի վրա, ինչքան որ ինքը դեռ չի փորձարկել, հանկարծ փորձարկի կարող է իր մոտ պայթի մոլորակը վերանա, որովհետև շատ խայտառակ վիճակ է, վերջերս իրանց փորձարկումը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ որ իրանք աշխարհին ահաբեկում են իրանց միջուկային զենքով, բայց իրականում չեն էլ կարողանում թռցնել։ Իհարկե, այս հարցում էլ Ուկրաինան ցույց տվեց համապատասխան դաս, որն այդ սարսափահարացում է Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, մի քանի անգամ Ռուսաստանն ասեց, որ ինձ համար կարմիր գիծա Ղրիմի կամուրջին խփելը ուկրաինացիք խփեցին, ինձ համար կարմիր գիծա հայմարսով օգտագործելը հայմարսով խփեցին, ատակամսով էլ խփեցին, անգամ ատակամսով արդեն խփեցին Ռուսաստանի տարածքում, Մոսկվան ռմբակոծեք, հրթիռակոծեք, դրոններով հարվածեք, դա կարմիր գիծա, չէ որ ռազմական դոկտրինը անգամ Ռուսաստանը փոխեց, որ տեսեք, խստացրեց, հանկարծ մի բան դուրներես չեկավ, տեսեք ինչ ենք անում, բայց ինչպես տեսնում եք, որ Ուկրաինան շատ լավ գիտի, որ այդ միջուկային զենքը պետք է իր դեմ օգտագործեն, նա ուղղակի Ռուսաստանին փչացնում, ասում է, այս բլեֆ չի, դուք ոնց եք հավատում, այդ վախեցել եք Ամերիկայում նստած Պուտինից մենք չենք վախենում, մեզ է չէ խփելու, Ամերիկային չի խփելու, բա ինչի չի խփում, մի քանի անգամ իրանց նշած կարմիր գծերը անցել ենք, բա ինչի չի խփում, այդ ուղղակի Տրամպին ասում են մի վախենա, մենք քեզ հետ ենք, մենք դու մեզ օգնի զենքը տուր, տես Պուտինի գլխին ինչ ենք դնում, մի վախենա, դու եթե կարողանաս վախդ հաղթահարես, որևէ պրոբլեմ չկա, մանավանդ ամեն ինչ ունես, էլ բունկերներ, էլ ինքնաթիռ, որտեղ ինչ հուզմալնի, ամեն ինչ վերանակ ու ինքնաթիռը կմնա, դու ինչ ունես վախենալու, ուզեմ ասեմ օրինակ է ցույց տալի նաև Ուկրաինան, որովհետև հո չեք մտածում, որ Պուտինը խելքը գցել է այդ միջուկային զենքը օգտագործի ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ կամ էլ թե չէ Ամերիկայի։ Իսկ Ուկրաինան ասում է մենք քեզանից չենք վախենում։ Օգտագործող ես, դե հիմա օգտագործի։ Ինչքան Ռուսաստանն ասել է, որ եթե սա անեք, տեսեք ինչ ենք անում, այսինքն դուք արդեն անցնում եք մեր դոկտրինի շրջանակները, որ մենք արդեն կարող ենք միջուկային զենք օգտագործել, ասեն են շատ լավ, դե մի օգտագործի տեսնենք։ Ուզեմ ասեմ, դա նաև ձև է, որ ասենք Դոնալդ Տրամպը ի վերջո կարողանա հասկանա իրականում ինչա կատարվում։ Իսկ մի հատ հետաքրքիր բան Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի մասին ինչ է ասում։ Նման համաձայնագիրը պետք է պարունակի հստակ պարտավորություններ, որ ոչ մի կողմ որևէ պատճառով չի հարձակվի մյուսի վրա։ Եթե մենք կարողանանք համաձայնության գալ այս հարցում, դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ևս 50, 60 կամ 70 տարվա խաղաղության, հնարավոր է նույնիսկ ավելի երկար, ասել է Ֆիդանը։ Այ մարդ, ես եմ ասում, ես Նիկոլ Փաշինյանը, ես թիվ կրակել է, սումիցա սովոր է։ Նիկոլ Փաշինյանին հարցնես վաղը ինչ ալնելու, կասի շատ գիտեմ, մի շաբաթ հետո ինչ ալնելու, այ մարդ, դե որտեղից իմանանք։ Մի ամիս հետո, մի տարի հետո, 50 տարի հետո,
100 տարի հետո ես որ ասեցի եկեք ստուգենք 100 տարի հետո սենց ալն մենք էլ ասում ենք այս դասերն ումից է սովորել հա նոր հասկացանք այմար թուրքերից էլ ումից պիտի սովորեր մենք էլ ման են գալի ուսուցչին փաստորեն Հական Ֆիդանը նախ որ տասմատ տարածաշրջանում 50-60-70 տարի որ տարածաշրջան էի նկատի ունի այսինքն Թուրքիան եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան նույն տարածաշրջանն են Սա մեկ եւ երկրորդ այդ ինչ կանխատեսում արե որ եթե իրանք այսօր համար բայց եթե դու այտենց լավ 70 տարվա կանխատեսում անող ես ինչ ես եթեով խոսում Իսկ չգիտես Ուկրաինան ու Ռուսաստանը պայմանավորվելու են հիմա բայց ասում ես հենց պայմանավորվեցին 70 տարի խաղաղություն առնելու Բայց չի ես ասում, այո, հիմա համաձայնության կգան, որտեղ ոնց ասես, մի քանի օր անցնի սուտ ես դուրս գալու, չէ։ Այս մարդիկ հենց գիտեն, լավագույն ձևը այդ թեմայից խոսալը չի, որտեղ ինչի խոսան, հետո էլ բռնվեն։ Հոմերպես միամիտ չեն առավոտից իրիկու խոսան, ասեն ժողովուրդ ջան, սա է, ճիշտ կլինի, սխալ կլինի, անկախ նայես թե ինչ կանխատեսում կլինի ճիշտ կամ սխալ, գոնե այդ կանխատեսման տակի բազան այն ինֆորմացիան, այն նյութերը ձեզ պետք կգա դուք ճիշտը կանխատեսեք։ Չէ, բա հոմպես միամիտ չեն։ Հիմա այսօր բա Հայաստանի համար թիվ 1 խնդիրը ո՞րն է։ Այն հայտնի երգի ասած պատարակս պատարակիդ վնաս չէ։ Հիմա մի հատ իշխանական պատարակա, մի հատ ընդդիմադիր պատարակա, հետո իր այդ մրցում են արդեն նույն դաշտում։ Որտե բա ինչից խոսան։ Հանկարծ ասեն ուկրաինական պատերազմը ինչ ալնելու ժողովուրդ ջան հանգիստ եղեք լավա կամ մեր վերահսկողության տակա մենք հետևում ենք ուշադիր մենք հանգիստ եղեք եթե մի բան կլինի ձեզ անպայման կտեղեկացնենք եթե կոնֆլիկտները ձգվեն որովհետև մի կողմը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է մենք ուշով պետք է հետևենք ինքը հաղթում է թե պարտվում բա ով պետք է այդ ամեն ինչը ասի Ֆիդանը 70 տարի կրակեց Երեսեյան պալատը տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկու երկրների ղեկավարները կքննարկեն արդար եւ ամուր խաղաղության պայմանները Ժնևում բանակցություններից հետո տեղի կունենա նաև ամերիկյան խաղաղ պլանի քննարկում։ Իդեպ Զելենսկի Մակրոնը մի քանի օր առաջ էին հանդիպել, այդ ինտենսիվությունը նաև ցույց է տալիս, թե ինչքան ակտիվորեն է այդ ամեն ինչի մեջ ներգրավված Էմանուել Մակրոնը եւ ինչ համառորեն է ինքը ցանկանում առաջ տանել ուկրաինական շահերը եւ համարում է, որ դա եվրոպական անվտանգության շահերը միայն Ուկրաինայինը չի։ Ուկրաինան առաջնագծում կռվում է, ամոթ է, որ Ուկրաինային բավարար չափով չաջակցեն։ Իսկ երեք բթամամոթանք էին տալիս Ռուսաստանի կողմից, որ Եվրամիությունը ոնց որ դարձել է ՆԱՏՕ-ի կցորդը, էլի Զախարովայի հայտարարությունը, որ տեսեք մթամ բանա, ամոթանք տա, էլի Եվրոպային դարել եք ՆԱՏՕ-ի կցորդը։ Այնքան պրիմիտիվ են, որ չեն հասկանում, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է հենց Եվրոպայի անվտանգության համար, որ խորհրդային միության առաջ խաղացումը կանխեն։ Դա համաշխարհային անվտանգության խնդիրը առաջ չէր դրել։ Դա հենց եվրոպական անվտանգության համար էր։ Այնպես որ այդտեղ առանձնապես կախվածություն կամ կցորդ կամ չգիտես ենթակայություն ասածը առնվազն տարական անգրագիտություն է, էլի պետք է հասկանային, որ Եվրոպայի անվտանգությունը եվրոատլանտյան կառույցն է ապահովում, այն էլ այդ եվրոատլանտյան կառույցը հատուկ ստեղծվել է եվրոպական անվտանգության համար։ Իսկ հիմա Վենեսուելայի հետ Տրամպի Արճակատումը ի վերջո հանգուցալուծում դեռ չի ստացել, չնայած Տրամփն ասում է հարվածելու ենք, հիմա Մադուրոն էլ ձգում է ասում է չես իմանա կարող է հանկարծ փոշմանի ուզենա հանդիպենք, հետո ասի պինդ տղա է դրա համար է ձգում, Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Տրամփի խոսքերը ուժի կիրառման հստակ սպառնալիք են խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը ԱՄՆ-ն իրավունք չունի ազդել Վենեսուելայի օդային տարածքի օգտագործման վրա, դրա նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է միայն Կարակասին։
Վենեսուելան կտրականապես հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հրապարակային հայտարարությունը, որում նա փորձում է արտատարածքային կերպով կիրառել ԱՄՆ-ի անօրինական իրավասությունը Վենեսուելայում։ Իդեպ կենտրոնական Ամերիկայի երկրները անդրադառնում են նաև դրան, մեղադրում են Ամերիկային, որ ինքը ներքաշվում է իրանց գործերի մեջ, որ ցանկանում է ինչ-որ դերակատարությունը մեծացնի նրանց նկատմամբ։ Իհարկե այդ ամեն ինչը հասկանալի է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե մտել է դրա տակ, պետք է լուծում գտնի։ Եթե լուծումը չես գտնում, դա խայտառակություն է, իմաստը որն է մտնել դրա տակ, հետո էլ կանգնել լուծում չգտնել, այն էլ քթի տակ։ Թույլ տաս, որ ասենք Ռուսաստանը այդտեղ համարի, որ գիտես ինչ, այ ինքը կարողացավ հաջողության։ Այսինքն Կուբայի մյուս տարբերակն է, հա, որ տանենք Կուբայում հրթիռներ դնենք, որ Ամերիկային վախացնենք։ Բայց մի 62 թիվն է, ժողովուրդ ջան։ Ինչքան խնդիրներ կա, որ Դոնալդ Տրամփը կիսատ է թողում, էլի, եւ չի լուծում դրանք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին նախագահական ներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին։ Ի վերջո նրան մեղադրում են կոռուպցիոն սկանդալների պատճառով, որի հետ կապված ինքն էլ հիմա ներքաշված է պատերազմների մեջ, հայ ընդհանրենք պատերազմը հիմա դադարել է, բայց ակտիվ հարվածներ ու հարձակումները շարունակվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անգամ խնդրեց Իսահակ Հերցոգին, այն էլ նամակով գրավոր, որ ինքը ներում շնորհի Նեթանյահուին, բայց նա էլ նորմալ ձևով, շատ կոռեկտ ձևով բացատրեց, որ խաթրդ շատ է, հարգանքդ մեծ է, բայց դու չես կարող ինձ ասել, որ ես ներում շնորհեմ, մեր օրենսդրությամբ պետք է ինքը դիմի ինձ, որ նոր ես այդ հարցը քննարկեմ, էլի, դրսից միջնորդությունը ուղղակի չի անցնում, ինչքան ուզում է դու Տրամփն լես։ Շատ ափսոս է, որ Դոնալդ Տրամփը, ասենք, իր այդ հզոր կարգավիճակը օգտագործում է այնպիսի բաներում, որ այսինքն իր խոսքը արժե զրկվի, չնայած այնպես չի, որ իր խոսքը հաշվի չէր առնվե, բայց ինչ կարիք կար մերժեին, հետո նոր ասեին դե լավ, Նեթանյահուն հույս ուներ, որ Տրամփի նամակից հետո լեղապատառ իրանց նախագահը կանի, բայց ասեց, բայց տենց իրավասություն ես չունեմ դրսի նամակի հիման վրա։ Հիմա դու մեղայականով կդիմես, նոր կքննարկենք։ Եվ սա ամեն դեպքում, երբ որ Դոնալդ Տրամփը այդպես պաշտպանում է կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված Նեթանյահուին, պետք է հաշվի առնի, որ եթե առաջի դեմքի մակարդակով ֆիքսված է այդ կոռուպցիան եւ քրեական գործ հարուցված վիճակով է, որ ինքը միջնորդում է այն էլ ներում շնորհելու համար, գործ չեն կարճում, հանցակազմի բացակայություն չեն ֆիքսում, ուղղակի ներում են շնորհում։ Դրա հիման վրա այդ գործը կարճեն։ Ուրեմն այդ պարագայում պետք չի Ուկրաինայի վրա մուննատ գալ, թե ինչ-որ պաշտոնյա կարող է կոռուպցիայի մեջ ներքաշված է, կարող է Իսրայելին փողեր չեք տվել, կարող է Իսրայելը ֆինանսական աջակցության պակաս է ունեցել, ու Իսրայելի կռիվների մասշտաբը եւ Ուկրաինային համեմատելու էլ չի։ Որևէ մեկը չի արդարացնում կոռուպցիան բոլոր տեղերն, նա կոռուպցիա որևէ մեկը արդարացում դրան լուրջ էլ չի, որ որևէ մեկը գտնի։ Բայց Դոնալդ Տրամփի տեսանկյունից եմ ասում, եթե հանկարծ մտածի, որ կոռուպցիան դա վնաս է հասցնում, բայց ինչ իմաստ ունի, մենք այս հարցում օգնենք եւ դա որպես պատրվակ օգտագործի, ուղղակի թողիշի այդ նամակը, որ ինքը ուղարկել է Իսրայելի նախագահին։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը խոսելով Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին նշել է. մենք ցանկանում ենք առաջընթաց Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում, մենք ցանկանում ենք առանց վիզայի ճանապարհորդություն, մենք եթե Թուրքիան իսկապես ցանկանում է միանալ Եվրամիությանը, ապա Գերմանիայում կգտնի հուսալի եւ բարեկամական գործընկեր։ Վադեֆուլը շեշտել է, որ իր համար կարևոր է տեսնել Թուրքիայի վճռականությունն ու լրջությունը Եվրամիությանը անդամակցության նրա մտադրություններում, նշելով, որ այս գործընթացը հեշտ չի լինի եւ չի կարող ավարտվել մի քանի շաբաթում կամ ամսում։ Հիմա հասկանանք, այո, իդեմս Գերմանիայի կարող է տեսնի բարեկամական գործընկեր։ Մենք էլ մի անգամից հավատացինք։ Կարող է լավ է հնչում, բայց չմոռանանք, որ Էրդողանը շատ
ամբարտավան ձևով ցույց էր տալիս Գերմանիային ու Ֆրանսիային է, թե ձեր քաղաքացիները ոնց ասեմ, տենց պետք է որոշեն։ Ձեր երկրում ուզենամ ոտի կհանեմ ձեր դեմ։ Դա նույնիսկ այն աշճանի հասավ, որ արդեն Գերմանիայում հասկացան, որ իրանք մուլտիկուլտուրիզմի մասին երբ որ խոսում էին, որ այո, տարբեր երկրներ իրանց մշակույթով կգան, կապրեն Եվրոպայում, կսովորեն, մեր ժողովրդավարության խաղի կանոններով կապրեն, լավ կրթություն կստանան եւ իրանք ամեն մեկը նաեւ այո չեն ասիմիլացվի, չեն կորցնի իրանց դեմքը, իրանց մշակույթը, բայց շատ լավ էլ կինտեգրվեն Եվրոպային։ Բայց հետո տեսան ոնց է Էրդողանը կարող Անկարայի ոտի հանել Ֆրանսիայի եւ Գերմանիայի թուրքերին, Անգելա Մերկելը ինքը խոստովանեց, որ այո, իր տեսակետը մուլտիկուլտուրայի պատկերացումը ուղղակի ձախողվել է, որովհետև Գերմանիայի թուրքը ապրելով իրանց տարածքում, իրանց հացը ուտելով, իրանց կրթությունը ստանալով, ժողովրդավարության ամեն ինչից օգտվելով, այդ ազատության օդը շնչելով, ծառայում է Անկարային։ Ու դրանից համապատասխան եզրակացություն չեմ կարծում, որ Վադեֆուլը դրա մասին տեղյակ չի։ Չեմ կարծում, որ այդ անկարգությունները, որը հրահրվում էր Թուրքիայից, ինքը դրա մասին տեղյակ չի։ Դրա մասին բարեկրթական ժեստ է անում։ Հա, որ ընդունվես, մենք քո հետ տես բարեկամական հուսալի գործընկեր կգտնես Գերմանիայի, իդեմս Գերմանիա, եթե պետք է անցնի, բայց մի խնդիր էլ կա։ Մի հատ հարց է ծագում, իսկ Եվրամիությունը ինչա համառորեն Թուրքիային դեմ։ Չի ուզում այդպիսի մի հատ հզոր երկիր դառնա իր կազմի մեջ մտնել։ Լավ մի հատ տեսեք աշխարհագրական առումով Եվրոպան այդ չափի ընդլայնելը ինչքան կարևոր կլինի իր համար։ Մանավանդ Թուրքիան ոչ մեծ տարածքով, այնուամենայնիվ Բոսֆորի ցենկում Ստամբուլի այն մյուս ափով նա Եվրամիության մեջ է։ Ունես չի որ Եվրամիության մեջ տարածք չունի։ Եվրամիությանը հարևանա նաև ցամաքային, ինչ խնդիր ունի որ։ Բայց ինչի չեն ուզում այդպիսի հզոր դերակատարություն ունենան կան հասնեն այդտեղ, որովհետև չեն ուզում Թուրքի դեմ դուռը բացեն։ Չեն ուզում, որովհետև տեսել են ինչ է անում Թուրքը Եվրոպայում։ Չեք տեսել։ Գիտեք 450 միլիոն բնակիչ ունեցող Եվրամիությունը 85 միլիոնանոց Թուրքիայից ինչի է վախենում։ Ինչ է անելու Թուրքիան։ Բայց իրանք տեսել են, որ մի քանի միլիոն թուրք հլա ինչ է անում իրանց երկրում, որ իրավունք էլ իրանց երկրի քաղաքացին են, այդ ինչ իրավունք պետք է բանացնեն։ Բայց նույնիսկ իրանց երկրի քաղաքացիներն ու իրանց համար խնդիր են ստեղծում։ Բա պատկերացրեք, որ դառնան Եվրամիության անդամ, ազատ տեղաշարժ ամեն ինչ Եվրամիության անդամի կարգավիճակ ստանան, լրիվ իրավունքներով ու պարտականություններով, համակեցության կանոններով։ Իրանք սարսափում են 450 միլիոնանոց Եվրամիությունը 85 միլիոնանոց Թուրքիայից։ Ու չեն թաքցնում, որ սարսափում են։ Ինչքան ուզում ասես մեղմ զրուցան են։ Եվրամիության տնտեսությանը հարված է հասցնելու Թուրքիան։ Եվրամիության տնտեսությունը ամենահամեստ հաշվարկով 19.5 տրիլիոն դոլար է։ Ամենաճոխ հաշվարկով Թուրքիայի համախառն ներքին արդյունքը 1.3 տրիլիոն է։ Ինչ է անելու կուլա տալու Եվրամիությունը։ Անենց մտնելու է իր փողերով ու իր ապրանքներով Եվրամիությունը քայքայի։ Բայց ինչի են վախեցած։ Չեն ուզում հա տենց լավ դիրքի գա։ Չեն ուզում ազդեցությունը ընդլայնեն։ Ուզում են Վրաստանն ու Հայաստանը դառնա Եվրամիության անդամ ու չասեք Հայաստանին չեն ուզում, Վրաստանին ուզում են, Հայաստանին չեն ուզում։ Հայաստանը լավ էլ պատրաստական առաջարկում են։ Ու իրանք դիտարկում են, որ Վրաստանից հետո հաջորդը Հայաստանն է, որ բերեն կան, հասնեն Իրանին ու հոп կանգնեն։ Բա ինչի անհամեմատ ավելի մեծ հնարավորություն ունեցող Թուրքիան չեն ներգրավում իրանց տարածքի մեջ։ Այս ասում եմ նրա համար, երբ որ սենց լեղապատառ սենց տենչում են սահմանը բացել Թուրքիա առաջ։ Մի հատ դա մտածեք, բա Եվրոպան ինչի չի բացում։
Որտեղ Եվրոպարլամենտում, որ վերջերս 705 տեղ էր, դե մինչև այդ որ Մեծ Բրիտանիան կար ավելի շատ էր 786, հիմա 720 տեղ է 2024-29 5 տարվա ժամկետի համար, գումարման համար։ 96 պատգամավոր ունի Գերմանիան, ամենամեծ բնակչությունն ունի։ Թուրքիան եթե մտնի, պատգամավորների թիվը կավելանա, Թուրքիայի, Գերմանիայից էլ ավել կլինի։ Կլինի Եվրամիության ձայների 14%-ը։ Պատկերացնում եք հանկարծ սենց բարեկիրթ Գերմանիայի հետ միանա, 26% ձենք ունենան։ Մի քանի մանր-մունր պետության հետ իրանք ձայներ հավաքեն, այդ թվականակի համար եմ ասում, Եվրոպայում մանր պետություն չկա, ինչքան ուզում է փոքր լինի։ Ցանկացած կանցկացնեն։ Բայց այդքանը գիտեք չեն հասկանում։ Չէ, ժողովուրդ ջան։ Եվրոպայում ամեն ինչ կա։ Ամեն ինչ, բայց Նիկոլ չկա։ Չկա ուղղակի։ Ամենաանհավանական բանը դուք կարող եք Եվրոպայում տարբեր ձևերի բաներ տեսնել։ Ուղղակի նրանք Նիկոլ իշխանության չեն բերի։ Նրանց ինքնապահպանման բնազդը Թուրքին ասում է հեռու բայ։ Այն դեպքում, երբ որ ներգաղթյալները լցվել են Եվրոպա, net չի որ իրանք կրակը չեն ընկել ձեռներից։ Net չի որ իրանք խնդիրներ չունեն։ Շատ լավ գիտեն ինչ խնդիրներ ունեն, բայց համակարգված ձևով Թուրքիային չեն ուզում ներս թողեն։ Եթե նույնիսկ իրանք հախուռն ստեից ընդեղից փախստականներ են եկել, մեկը օրինական, մեկը ապօրինի լցվել են մի ձևով թղթեր են սարքել, չգիտես ինչ են արել, դրանք դրա հետ կապված են կրակն ընկե։ Բա դուք պատկերացնում եք մի հատ համակարգված պետություն 85 միլիոն բնակչությամբ ու տենց աշխարհագրական դիրքով, որը ցանկանում է թուրան վերականգնի, մեկ է ոտը դնի Եվրոպա։ Իրանք դրա վտանգը տեսնում են, մենք չենք տեսնում։ Ժողովուրդ ջան, եթե բացատրում ենք այդ վտանգը, մարդիկ չեն պատկերացնում, ինչ եկե այդքան կարևոր համարում, ուզում եմ ասեմ, տեսեք ով է դրանից վախենում, եւ որ դուք չեք վախենում, այդ դեպքում մտածեք, ով է ձեր գլուխը լվացել, հարթուկել, նիկոլական հարթուկով, որ դրա մեջ դուք վտանգ չեք տեսնում։ Եվրոպան տեսնում է, դուք չեք տեսնում։ Սա է։ Եվ նաև մի հարց էլ կա, որ առաջիկա ընտրությունները, որ տեսնում ենք, որ պայքարը ոնց որ գնալու է այլի, այսպես ասած, իշխանություն եւ ռուսամետ ընդդիմություն, որոնց ամերիկատաղի պայքարը ամբողջ օրակարգը իրանցով լցրած, ոսկի շատ դեպքերում չեմ էլ անդրադառնում այդ թեմաներին, ու երբ որ տեսնում ես համառորեն, որ բացարձակ ոնց որ չուզենան անգամ նկատեն Ռուսաստանում ինչա։ Եթե ձեր ջանը ցավում է Ռուսաստանի համար, դուք տենց կատաղի Ռուսաստանի բարեկամն եք, դուք չեք տեսնում Ռուսաստանում ինչա կատարում, բա որպես մտահոգ քաղաքացիներ, ինչի եք սենց լռել, բա ձեն հանեք։ Ախպեր դատապարտեք Ուկրաինային, ասեք դատապարտում ենք, որ Ռուսաստանի քաղաքներին հարվածում է նավթավերամշակման գործարանին, դատապարտում ենք, որ այնտեղ արդեն բենզինի հերթեր են, ապրանքները կտրոնով են, մի ձեն հանեք ժողովուրդ ջան, հասարակությունը ձեզանից բան լսի, դուք չեք նկատում ինչա կատարվում, Պուտինն իրան դրել է ռուսների սանիտարի տեղը, մենք որ ասում ենք գայլը անտառի սանիտարն է, չէ, մի հատ հույ անում, սուրում փախնում է, որը թույլ է հետևից ուտում է, լավ փախնողները ավելի առողջ են, իրանք հիվանդներին են ուտում, դա բարի գործ է անում անտառի համար, հիմա Պուտինն է, բարի գործ է անում, ասում է տանենք այս ռուսներին, որոնք չեն աշխատում, խմում են տան եղած չեղածը վաճառում են, տանենք Ուկրաինա կոտորենք, ուկրաինացիք լավ հարցերը լուծում են, այնտեղ որտեղ մտցնում են նրանք պարապած չեն, այնտեղ որտեղ մտցնում են այդ մարդիկ ոչ մի բանի ընդունակ չեն, ուղղակի ես տնեցիք տարել գցել են, ասում են գնացեք վեր կալեք պարտքի դիմաց, այս սրան տարեք, խփեք, փողերը տվեք, հաստատ գիտեք չէ որ այդ մարդը զոհվելու է, այսինքն ինքը տանում է այդ հարբեցողներին, այդ անընդունակներին տանում է սպանում է եւ երկիրը տալիս է չինացիներին։ Հիմա էլ արդեն հնդիկներին ժողովուրդ ջան, գիտեք ինչ աշխատող են։
Արդեն ասում պետք է խստացնենք կենտրոնական Ասիայից որ գալիս են։ Մենք ավելի լավ աշխատող, ավելի նորմալ, որ մեր երկրի տնտեսության համար շատ կարևոր է։ Բերեք մի քիչ խստացումներ մտցնենք, բերենք Հնդկաստանից։ Կառավարությունը որոշում է կայացնում։ Այս մասին չեք լսում։ Այսինքն տանենք միլիոնից ավել կոտորենք հաշմանդամ սարքենք, մի այդքան էլ։ Դրա փոխարեն հենց աշխատուժի պակաս ունենանք, չինացիք գալիս են, որ գործարանը վերցնում են, իրանց աշխատողներին բերում են։ Ու թվում է թե Պուտինը դրա մասին չգիտի։ Ասма դե հա մենք որ աշխատող ենք, կաշխատեինք։ Այնա իրանք կգան չինացիներով կաշխատեն, ոնց ուզմալի հարկեր էլ կբուծեն, կապրենք էլի, ինչ ա եղել որ չինացիների հարկերով կապրենք։ Բա ով պետք է աշխատի, բա չինացին պետք է աշխատի, բա ով պետք է աշխատի։ Ու այս ամեն ինչը մտածում եք, որ բանը պատահականություն է, հա։ Չէ, ժողովուրդ ջան, որպեսզի չմտածեք, որ պատահականություն, ուղղակի մի բան հիշացնեմ։ Առիթները լնում այլի եմ հիշացրել, բայց հիշացնեմ, որտեղ ոչ մի բան ստրատեգիական առումով տարիների ընթացքում, եթե մի բան տեղի է ունենում, դες պատահական ոչինչ չի լինում։ Դրա համար հիշացնեմ 2006 թվականին հայկական ժամանակ օրաթերթում, որտեղ այդ ժամանակ խմբագիր է Նիկոլ Փաշինյանն էր։ Մի հատ հոդվածի մի կարճ հատված ուղղակի կարդամ։ Ընդհանրապես Ռուսաստանի սպառնացող ամենամեծ վտանգը չինականն է։ Ռուսաստանում աշխատում են այս թեման չբարձրաձայնել, ավելին, հնարավորինս կոծկել։ Չինաստանում ընդամենը 9.6 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա ապրում է ավելի քան 1.3 միլիարդ մարդ։ Տարածքի զգալի մասն էլ բնակչության համար պիտանի չէ։ Ռուսաստանի վարչակազմը միաժամանակ չի կարող եւ քաղաքակիրթ արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ եւ ավտորիտար ռեժիմ հաստատել եւ տարբեր երկրների բռնապետերին սատարել, բայց արևմուտքի հետ հակադրվելու անհրաժեշտություն անշուշտ ունի, քանի որ դա է միակ հնարավորությունը պահպանել աթոռը եւ փոխարինել իրավահաջորդին, փոխանցել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ հակազդել արևմուտքին, քանի որ անգամ ԽՍՀՄ, որ զբաղեցնում էր մոլորակի ցամաքի 1/6 մասը եւ իր ազդեցությունն էր տարածել աշխարհի գրեթե կեսի վրա, այդ առճակատմանը չդիմացավ ու փլուզվեց, որից հետո ուժերի հարաբերակցությունը փոխվեց արդեն տասնյակ անգամներով։ Ռուսաստանը պետք է կամ ընդունի, որ ինքն այլևս գերտերություն չէ եւ փորձի կապող օղակ հանդիսանալ արևելքի եւ արևմուտքի միջեւ, շեշտորեն օգտվելով դրանից շեշտակիորեն, կամ հակադրվի ու իր աշխարհաքաղաքական կշիռը մեծացնելու ուղիներ որոնի։ Իհարկե ժամանակին էլ հակաամերիկյան փսիխոզը հանգեցրեց նրան, որ ԽՍՀՄ Չինաստանին դարձրեց ատոմային տերություն, բայց շատ չանցած հասկացավ, որ վերջինս լուրջ եւ անթաքույց հավակնություններ ունի ռուսական անծայրածիր տարածքների նկատմամբ, եւ այն ինչ ռուսների տեսանկյունից բնակվելու համար պիտանի չէ, 100 միլիոնավոր չինացիների համար շվեյցարական կուրորտի նման մի բան է։ Այս տարիների ընթացքում չինական հավակնությունները չեն նվազել, ընդհակառակը բնակչության աճին զուգընթաց ավելացել են, միլիարդ արդեն 400 միլիոն, 100 միլիոն ավելացած։ Արևմուտքին հակազդելու համար Ռուսաստանը փորձում է սերտ համագործակցություն հաստատել Չինաստանի ու ավելի քան 1 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի հետ։ Իսկ սերտ համագործակցություն ենթադրում է նաև մարդկանց ազատ տեղաշարժ, մինչդեռ առանց այն էլ չինացիները մեթոդաբար գրավում են Ռուսաստանի հատկապես արևելյան մասը։ Դժվարն այն է, որ մեկ չինացի բնակություն հաստատելու նպատակով ոտք դնի որևէ ռուսական քաղաք, կարճ ժամանակում նրա շուրջ առաջանում է չինական թաղամաս։ Իսկ շարունակեմ, ինչա, այսօր որ մենք նայում ենք 2006 թվականի ասածը, համարյա 20 տարի առաջ, շատ է հեռու իրականությունից։ Չինաստանը այն ինչ որ խոսում ենք չի անում։ Ռուսաստանը հիմա առանց վիզայի ռեժիմ չի սահմանում Չինաստանի հետ, ազատ չի լցնում իր երկիրը տալիս նրանց։ Ինչու է այս վտանգն անտեսվում, որովհետև բավական է չինական ներհոսքի դեմ մի փոքր պայքարեն, դա կառաջացնի լուրջ հակազդեցություն Չինաստանի իշխանությունների կողմից,
Քանի որ Ռուսաստանի չինիզացիան բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, իսկ դրա դեմ առայժմ Ռուսաստանի Դաշնությունն անզոր է, քաղաքակիրթ աշխարհին նրա վարչակազմը շանտաժ է անում ոչ թե Ռուսաստան-Բելարուս-Հայաստան միության հեռանկարով, այն ժամանակ մոդա էր, չէ՞ որ Հայաստանն էլ միանա, այլ Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան, եւ եթե մեր երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր գտնում են, որ պետք է սերտ համագործակցություն հաստատել Չինաստանի հետ, այդ ուղղությամբ որևէ բան անել պետք չէ, դա տեղի կունենա ինքնըստինքյան։ Եթե մեր երկրում շարունակվի այսպիսի անհեռանկար քաղաքականություն վարվել, կարճ ժամանակում ռուսական ներկայությունը Հայաստանում այնպիսի մետաստազ կտա, որ մենք այլևս այս ֆորպոստային կարգավիճակից դուրս գալ չենք կարող։ Ինչպես տեսնում եք, իշխանություն փոխվեց, թվում է թե պետք է մենք Ռուսաստանից տարանջատվեինք, իսկ Նիկոլ Փաշինյանը ավելի սերտ ինտեգրվեց Վլադիմիր Պուտինի ոտքերի տակ։ Ռուսաստանում շեշտակիորեն փոխվում է դեմոգրաֆիական վիճակը հօգուտ չինացիների, այնպես որ շուտով կդառնանք ռուսա-չինական ֆորպոստ, այնուհետև միայն չինական։ Շատ խելացի պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե հարևանդ բացի տարածքից ամեն ինչ ունի, նա տարբեր ձևերով հայտնվելու է քո տարածքում, որին դիմակայել է պետք, այլ ոչ թե աթոռը պահպանելու համար թշնամի հայտարարել արևմուտքին եւ երկրի սահմանային շլյուզները բացել Չինական օվկիանոսի առաջ։ Չինական օվկիանոսի ճակերտներում, այսինքն բնակչության էին նկատի ունեմ։ Ժորժյան շատ անտեղյակ կանխատեսում էի արել 20 տարի առաջ։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Ցանկացած նման քայլը, ցանկացած, վերաբերում է նաև մեր երկրին։ Ցանկացած բան, որ հեռանկարային մտածում ես, եթե մենք սա ժամանակին անեինք, այսօր լրիվ ուրիշ վիճակում կլինեինք։ Մենք եթե 20 տարի առաջ մտածեինք Եվրամիության գնալու ուղղությամբ, այսօր լրիվ ուրիշ կարգավիճակում կլինեինք։ Հետևողական քայլերով կգնայինք։ Այն ժամանակ հենց խոսում էինք, օրով ապրողներն ասում են, ինչի հետևից է սնգե, ինչ 20 տարի հետո ով սաղով մեռած, հիմա ուր են այդ տենց ասողները։ Սաղեն թե մեռած, չգիտեմ։ Ես համենայն դեպս կամ ու ձեր դեմը նստած խոսում եմ։ Եվ հիշեցնում եմ, թե ոնց է Ռուսաստանը մեթոդաբար ինքը իր երկրի հերնանիցում։ Մի հատ փայլատակում ունեցավ, ասեց մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությունն է, հետո Ամերիկան նոր ԱՊՀ-ն, բայց հետո երբ որ գրավեց Ղրիմը, լրիվ փոխվեց, իր առաջնահերթությունը դառավ իր թաթարական անցյալը, բայց շանս ուներ, չէ, Եվրոպայի անդամ ինտեգրվելու, Եվրոպայի հետ ելնելու, երբ որ Տրամփն ասում է սխալ էր մեծ ութնյակից Ռուսաստանին հանելը, չգիտես Ղրիմ մտնելուց հետո հանեցին, ինչի մասին է խոսքը, ում ես մեղադրում, օկուպանտին, ագրեսորին չես մեղադրում, ում ես մեղադրում։ Իդեպ ես ձեզ ասեմ նաև, երբ որ այն ինչ որ հիմա Դոնալդ Տրամփը քայլեր անում է Ուկրաինայի պատերազմի դեմ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե Ուկրաինայի վրա ճնշում գործադրելով պատերազմը դադարեց, դա նշանակում է այդ պատերազմը չի ավարտվել։ Պատերազմը կարող է ավարտված լինել միայն Ռուսաստանի պարտությամբ։ Չի կարող պատերազմը ավարտվել եւ դա հրաշալի հասկանում են Ռուսաստանում էլ, դրամ էլ մտածում են, բալավ Տրամփից մի բան փոկեցինք, բայց հետո դա ոնց ենք պահելու։ Ուկրաինայում գիտեն, որ իրանք կորուստի հետ չեն հաշտվելու։ Եվրոպան էլ գիտի, որ չի հաշտվելու։ Ամերիկան էլ չի հաշտվելու այն դիրքի հետ կապված, որ Դոնալդ Տրամփը կարող է հանկարծ Ուկրաինային փորձի ճնշի եւ Ուկրաինային պարտության տանի։ Դա Ամերիկան էլ չի հանդուրժելու։ Դրա համար Դոնալդ Տրամփի իշխանությունն էլ կարճ ժամանակ հետո, եթե մանավանդ եկող տարվա ընտրություններում իրավիճակ փոխվի, կոնգրեսի ընտրություններն նկատի ունեմ, հետագայում իհարկե իր թիմակիցները իր գիծը չեն էլ շարունակելու, եթե նույնիսկ հանրապետականները կան իշխանության։ Առհասարակ Դոնալդ Տրամփի ֆենոմենը ուսումնասիրելու համար ես ձեզ ասեմ մի բանով ինքը շատ օգտակար բան արեց։ Ամերիկայում ավանդույթի ուժով շատ բաներ մարդիկ ընդունում են, որ այդպես էլ կար։ Ոնց կարա դրա նկատմամբ ուրիշ բան տեղի ունենա։ Ոնց։ Եթե ավանդույթով դա եկել է։ Ոնց որ ասենք Ջորջ Վաշինգտոնը 2 ժամկետ ընտրվելու վերջի տարվա ժամանակ 96 թվականին նամակով դիմեց, որ կարևորը պետությունն է, ոչ թե անձնական ամբիցիան, ես չեմ առաջադրվել։ Այն ժամանակով էր սահմանափակում, որ
2 ժամկետից ավել չառաջադրվելը դա եղել է 22-րդ ուղումը 51 թվին Հարի Տրումենի ժամանակ բայց մինչև այդ ասում են ոնց Վաշինգտոնն ասել է վա ինչ եք խոսում ավանդույթ կար որ ավելի ուժեղ էր քան օրենքը քան սահմանադրությունը Այն էր սահմանադրությունով այդ սահմանափակումը մտցրեցին, որ նույնիսկ ասին այն լավ օրինակը, ոնց որ 4 անգամ ընտրվեց Ֆրանկլին Ռուզվելտը, ամեն դեպքում կարող է առաջացնի վատ նախադեպ։ Բերեք անգամ լավ օրինակի ժամանակ ֆիքսենք, որ այլևս 2-ից ավել չլինի։ Ինչի եմ ասում, ավանդույթ կա, որը շատ ավելի արժեքավոր է, մարդկանց մտքով չի անցել, որ դրան կարելի է կպնել։ Դա սրբության սրբոց է։ Բայց Դոնալդ Տրամփն եկավ սաղ ջրի երես հանեց։ Այնտեղ որտեղ մարդիկ հանգիստ էին, որտեղ պրոբլեմ չկա։ Մեկը կայնեց ոնց թե լրագրողներին ասենք դու հիմար ես, այս մեկին սենց է, հարցը դուրը չեկավ վիրավորի, վերցնի ստախոսների ցուցակ կազմի, չգիտես ինչեր անի։ Ուզի դատական համակարգի վրա ճնշի։ Պետքա բոհերին ասի փող չեմ տա, ոնց ասեմ, տենց պետք է լինես։ Պետք է չինովնիկները, որ մենք մտածել ենք լուրջ կրթություն ստացած չինովնիկը, ոնց կարող է պատահի, դուրը կշխկացնի կգնա կասի ես ոնց sense խայտարակ բան կանեմ, ոնց են հլու հնազանդ Դոնալդ Տրամփի հակասահմանադրական բաներն արդարացնում։ Տրամփի օգուտը դա է, չդերես անեց այս ամեն ինչը, եւ մարդիկ ուշադիր նայեցին, ինչ անեն, որ այլևս նման բան չկրկնվի։ Եվ դեմոկրատներն էլ հասկացան իրան չափից շատ լիբերալիզմի մեղքը, որ տեսան ինչ կատարվեց, հիմա նրանք էլ կվերանայեն, հանրապետականներն էլ կվերանայեն, գոնե Տրամփի արածը կլինի մի բան, որ ինքը հիմա տենչում է լավ, որ ինքը հավերժ լի դրա համար ինքը միապետներին, բռնապետներին շատ է սիրում։ Ախր ասման նրանք կարան միջև կյանքի վերջ աշխատեն, այդ կին չննը, ոնց եմ կարոտել, ախր լավ բռնապետ է, բա այն Լուկաշենկոն, բա Պուտինը, բա Էրդողանը, ախր լրի ուրիշ են, հասկանում եմ ինչի համար, որովհետև ինքը մտածում է նրանք ուժեղ են, նրանք հավերժ են։ Իսկ Ամերիկան գոնե ասում է, եթե մի բան սխալ արեցիր, ինչ որ ժամկետ կա, դրանից դու չես շարունակելու։ Ամերիկան կփորձի այդ սխալները ուղղել։ Այսինքն այն ինչ որ ջրերես հանեց Դոնալդ Տրամփը, փորձեց այդ ցանկացած սողանցներն օգտագործի, դա հիմա մարդիկ պիտի դնեն այդ ամեն ինչը վերանայեն։ Հիմուտին տպավորությունն է, որ մոլորակը մի օր քնից արթնացավ եւ տեսավ, որ այն երեխային նման, որը որ տեսավ, որ ձմեռ պապ չկա։ Նա պետք է ապրի արդեն այդ մտքով, որ ձմեռ պապ չկա, արդեն ինքը մեծացել է։ Հիմա մոլորակը հասկացավ, որ Դոնալդ Տրամփը ջրի երես հանեց, որ Ամերիկան այդ ձեր ասած ժողովրդավարը չի սենց չի։ Հիմա մարդիկ պետք է հասկանան, որ այդ ամեն ինչը պետք է վերանայեն եւ վերականգնեն Ամերիկայի երբեմնի հեղինակությունը, որի հաշվին Ամերիկան Ամերիկա էր։ Տրամփը օգնեց ասենք ջրի երես հանելու այդ կեղտը։ Հիմա պետք է իրանք փորձեն դրա դեմ առնեն, մաքրվեն ու առաջ գնան։ Դե ինչ Այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։